միջոցով կօգնենք վերադառնալու մեր պատմական անցյալ, հանդիպել մեր նախապապերին և մեծանուն արքաներին, թագուհիներին ու հասարակ մարդկանց, եղջյուկին ու շինականին։ Մի խոսքով կթերթենք հայոց աշխարհի պատմությունն ու հաղորդագից կդառնանք մեր ինքնությանը։ Երևանի բարձրադիր վայրերից մեկում, նոր նորքում, ժայռևեն պատվանդանին կանգնած է մի հուշարձան։ Հնագույն ժամանակների տարազով մի վիթխարի ջուցազը, իր հսկայական աղեղը մինչև վերջ ձգած, նշան էր բռնել հեռվում գտնվող ինչ-որ կետի։ Ահա ուր որ է կարծակվին է, նա ջուցազուն հայկն է, հայոց նահապետը։ Հին պատմագիրները հայկին անվանել են Հաբետյան և Հաբետացին, քանի որ մեր ազգը երկար ժամանակ կոչվել է Հաբետյան ազգ։ Մեր անվանադրման գործում իր դրոշն է թողել նաև հայկի հոր, Թորգոմի անունը։ Հաբետի նման Թորգոմը ևս մեծագործ նահապետ, այսինքն ցեղի առաջնորդ էր, թագավոր, որի համար մեր ազգը կոչվում էր նաև Թորգոմյան ազգ, մեր երկիրը Թորգոմատուն։ Մեզ հայտնի են նրա հայրական գծով նախնիները, քանի որ հին աշխարհում կանայք ժամանակագրության մեջ չէին հիշատակվում։ Հայկը որդին էր Թորգոմի, Թորգոմը որդին էր Թիրասի, Թիրասը որդին էր Գամերի, Գամերը որդին էր Հաբեթի, Հաբեթը որդին էր Նոյի։ Մեր ժողովուրդը քաղաքակիրթ աշխարհին ներկայանում է ավելի քան 5000-ամյա վկայված պատմությամբ։ Այդ պատմության մեջ իր որոշակի տեղն ունի նաև հայկյանների թագավորական հարստությունը, արքայատունը, իր ավելի քան 6 տասնյակ գահակալներով։ 6000 տարի։ 6 տասնյակ գահակալ։ Բա ես, իրականում միակ և հավերժ գահակալը ես եմ։ Ես, դուք ինձ հարցրել եք, թե քանի արքա ու դժվար եմ ճանապարհել այն։ Չէ, այն աշխարհ։ Ուֆ, հոգնեց։ Ես էլ եմ չեմ մարդ։ Ինչքան կարող եմ ձեր մարդկային արատներն ուղղել։ Այսինքն ծաղրելով ուղղել։ Չէ, ուղղելով ծաղրել։ Ստացվեց։ Հա, լավ, մի բան էլ թողից մոտ չստացվեց։ Եվ այսպես, մեծարգո տիկնայք և պարանայք, տատիկներ և պապիկներ, մեծիկներ և փոքրիկներ, և վերջապես, ով հայ ժողովուրդ, քո ուժը քո պատմության մեջ։ Ինչ եք ծիծաղում։ Պատմություն իմանալը հանած բան չէ։ Հա, խնդացի։ Դուք գիտեք պատմություն գիտեք։ Շատ չէ, մոտավորապես 30 րոպեից դուք, չէ դուք, կամ էլ բոլորը կհասկանաք, որ ոչինչ էլ չգիտեք, կամ համարյա ոչինչ էլ չգիտեք։ Ինչ եք ասում, դուք ինչ եք ասում, չեք հավատում, հա, այդպիսի մեծամիտներ եղել եք, կաք ու կլինեք, մի խոսքով ես գնացի։ Ու բարձվեք մեկն ու մեկը սերտած չլինեք այսօրվա դասը, ով արքաներ հայոց գահի, թագուհիներ հիասքանչ, ես ձեր փոքը չեմ խոթել, բայց կսիրեմ ձեզ հաց։
որից հետո սկսվում են տոնական մրցությունները։ Ահա ընդարձակ տափարակ է խուժում վայրից ձիերի մի երմակ։ Դե, եթե տղամարդ ես, ձեռքը տար ապարանը և սանձիր տրնգի տվող որևէ ձիու։ 40 խոլական ձերի ձորավարայրերը սանձում են 33-ին, 7-ը մնում են անընկճելի։ Ոչ ոք չի կարողանում անսանձ ձիու վզով գցելով ապարանի ծայրը և հնազանդեցնել։ Հենց այդ ժամանակ վիրավոր հանդիսականների աչքի առաջ և նրանց ոգևորող բացականչությունների ուղեկցությամբ ապարանն իր ձեռքն է վերցնում Արամ թագավորը և մեկը մյուսի հետևից սանձում անսանձների։ Տեր Արքա, ինչու 7-ին էլ սանձեցինք, կարող էիք բավարարվել մեկով, և ամենքը կհամոզվեր, որ դուք բոլորից զորավոր եք։ Մեկին, նույնիսկ երկուսին սանձելը մարդիկ կարող են պատահականություն համարել, իսկ 7-ին սանձելը շատ համոզիչ է։ Գիտիր նաև այրդ գիտուն, որ սա միայն ձի սանձել չէր, սա նաև ուրիշ խորհուրդ ունի։ Մեր հարևանները տեսան իմ ուժը և այլևս չեն հանդգնի, խախտել մեր տերության սահմանների անձեռն մխելիությունը, իսկ եթե անմտություն անեն և մեզ վրա գան, ես նրանց այս ձիերի օրը կգցեմ։ Կեցցե Արամ արքան։ Կեցցե այո ծզոր արքան, մեծապատի, քաջերի քար, ազնվագույն։ Արամ թագավորի կինը հայոց առաջին թագուհի Սոսեմն էր։ Սոսեմն էր մայրը, հին աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկի արագեղեցիկի։ Գեղեցկապարանոց հայ օրիորդները ջանում էին հանդիպել դժխոս Սոսեմին և արժանանալ նրա հայացքին, համոզված լինելով, որ Արան գեղեցիկի մոր հետ հայացքափոխանակությունը օժտում է իրենց գեղադեմ զավակներ ծնելու զորությամբ։ Ասքն ասում է նաև, որ հայոց ամենապաշտելի ծառ Սոսին իր անունը ստացել է դժխոս Սոսեմի անունից։ Մի ուրիշ ասք էլ ասում է, թե Սոսեմ անունը առաջացել է Սոսի ծառի անունից։ Ինչ իմանաս, այդ երկուսից ո՞րն է հավաստին։ Ափսոս, Արմավիրի Սոսյաց անտառը չի մնացել, որպեսզի տերևների սոսափյունով գուշակենք, թե ով է իր անունը տվել մյուսին, Սոսին Սոսեմին, թե Սոսեմը Սոսին։ Բայց հնագույն ասքը պատմում է, թե Վանի արքան լսում է, որ հայոց ձոր գավառի խորգում գյուղում արտասովոր գեղեցկության տեր մի օրիորդ է ապրում։ Արքան իր թիկնազորով գնում է խորգով, իջնում այնտեղի իշխանի տան մոտ, ծանոթանում գեղանի դստեր հետ։ Արամ արքային թվում էր, թե աղջիկն առանց հետևե տանքի անմիջապես կհամաձայնի նրա կինը դառնալ։ Բայց արյուտես, որ ասես այդպես չեղավ։ Ես կհամաձայն եմ քո կինը դառնալ միայն այն դեպքում, եթե մի հրասապվածքում առաջ հանձնես ինձնից։ Երիտասարդ արքան քմծի ծաղ տվեց։ Եվ ընդառաջելով այս աղջկա ցանկությանը, բազմության աչքի առջև, նրա այդ մրցուղի դուրս եկավ։ Առաջին կեսին առջևից վազում էր Սոսեմը, հետո արքան ուժեղացրեց իր քայլքը առաջ անցավ ու հաղթեց օրիորդին։ Այս վազքից հետո, կատարելով իր խոստումը, օրիորդը համաձայնեց գնալ արքունիք, բայց աղջիկը անդադար ձգձգում էր հարսանիքը, և ահա արքան օրիորդին հարցրեց. Սոսեմ, երևում է, որ քո մտքում ինչ-որ բան կա, ինչու ես անդադար ձգձգում մեր հարսանիքը, չէ որ ես կատարեցի քո ցանկությունը, իմ արքատեղով շինականի առջև վազեցի, ինչպես արագագնաց զորական, որ հաճույք պատճառեմ քեզ։ Դա ճիշտ է, ցանկությունը կատարեցիր, բայց չհաղթեցիր։ Ինչպես թե չհաղթեցիր։ Այո, ոչ թե դու հաղթեցիր, այլ ես պարտվեցի։ Դա ինչ է նշանակում։ Գնա, մարդկանց աչքից հեռու մի տապարակ տեղ ընտրենք, վազենք և դու կամոզվես, որ չես հաղթելի։ Արքան համաձայնեց։ Նրանք հարմար մի տեղ գտնելով չափեցին մի հրասար երկարությամբ ճանապարհ և դուրս եկան մրցության։ Հաղթեց Սոսեմը, հաղթեց Սոսեմը։ Այո, ես ընդունում եմ իմ պարտությունը, դու հաղթեցիր, իսկ ինչու առաջին մրցության ժամանակ դու պարտվեցիր։ Չուզեցի հաղթել, Արամ արքա, հպատակների առջև արքան միշտ պիտի հաղթող լինի, ամեն ինչում։ Իմ թագուհի, դու ոչ միայն գեղեցիկ ես, այլև իմաստուն, հայոց աշխարհը կերջանկանա, երբ քեզպես իմաստուն թագուհի ունենա։ Կեցցե Արամ արքան, կեցցե Սոսեմ թագուհին, կեցցե արարածյան աշխարհն
Մագիստրն ու հաջորդն էր։ Նրա գահակալության տարիներին Վանի թագավորությունը դարձել էր հզոր երկիր, եղել է մեծ շինարար ու զորավար։ Մենուան պատմության մեջ ամենից առաջ իր անունն անմահացրեց նրանով, որ կառուցեց աշխարհի ամենանշանավոր 4 ջրանցքներից մեկը, որը կոչվեց հենց նրա անունով։ Հետագայում անարդարացիորեն այդ ջրանցքը կոչել են ասորական թագուհի Շամիրամի անունով, սակայն քարակոթողները հանվել են հողի տակից և վկայել, որ Մենուա է անունը շինարար արքայի։ Այդ խոշոր ջրանցքը Մենուան կառուցել էր մեր թվարկությունից առաջ 9-րդ դարի վերջին 8-րդ դարի սկզբին, Տուշպա մայրաքաղաքին խմելու ջուր և շրջակա միջավայրի ոռոգելի ջուր մատակարարելու համար։ Երկարությունը 70 կիլոմետր է, լայնությունը 4,5 մետր, խորությունը 1,5 մետր։ Մինչև այժմ էլ այդ ջրանցքը գործում է և ոռոգում 25 գյուղերի ցանկատարածություններ ու այգիներ։ Նա մեծ շինարար էր ու զորավար, բայց ամենից առաջ նա այրենապաշտ արքա էր։ Մեծ արքա։ Լսիր ինձ, սրբազաններ, լսիր ինձ իմ նվիրականը, ես պիտի պատրեմ քո կուրծքը և այդտեղից կորզեմ հայոց հողի նվացող թախծի բալասանը, հողը մարդունն է, և հողի թախիծը ասնում է մարդուն, և ջուր չկա, և պապակ են հայոց արտերը։ Արքա, դժվարին է ճանապարհդ քո ճանապարհը դեպի սրբազան լեռանակներ, վտանգավոր է շատ, նախ հրամայր ծառաներին ուղարկել։ Հասկանում ես նվիրական, մարդը պատասխանատու է և իր, և հողի թախծի համար, իսկ արքան, մարդկաց և հողի տերը, առավել է պատասխանատու, հենց դրա համար է պիտի պատրեմ քո կուրծքը, այնտեղից կորզեմ հայոց հողի նվացող թախծի բալասանը, հողի կարոտը։ Ճշմարիտ ես արքա և աստվածային է կամքը քո, բայց զոհեր են մենք, լեռը զոհեր կպահանջի։ Նա, իմ սրբազան լեռը, իր ընդերքով կատաղի խանդով բանտել է ջրի սիրող այտանքը, նրա նվացող կարոտը օղյանդը, ես պիտի ազատեմ նրան ու պիտի հանդիպեն հողն ու ջուրը։ Արքա, բայց լեռը զոհեր կպահանջի, լեռը հզոր է, նա այդպես հետ չի հանձնել, զոհեր են պետք արքա, շատ զոհեր։ Գիտեմ շինական, գիտեմ, բայց մեծագործություն կատարելու համար իմ նվիրումը չունի սահմաններ, հայոց հողը պապակ է, նա ջուր է տենչում, պիտի ծաղկի այոց աշխարհը։ Լեռ սրբազան, հաշտվիր ինձ հետ, գալիս եմ դեպի քեզ։ Թարիրա էր թագու անունը Մենուա արքայի, որ կառուցում էր մեծ ջրանցքն այրի երկրի, որ պիտի հայոց ծորից հասներ մինչև Վաննա երկիրը և կենարար ջրով ծաղկեցներ հայրենի հողը։ Ժամանակի արքաներից ամենահզորն էր Մենուա արքան, բայց նրա մեծագործությունը պիտի մնար մեծ ջրանցք։ Այդպես էին կամեցել աստվածները, բայց անկարող էին դրա բոլոր հնարքները, ջրանցքի պատնեշը չէր դիմանում ջրի ուժին ու խորտակվում էր։ Տաղապում էր արքան, դա տեսնում էր սիրող թագուհին։ Ով ամենահայր, հայք Աստված, մեծ մոր որդի, օգնեք արքային, օգնեք իմ ազգին։ Ջրանցքի ջուրը պետք է, որ պտղաբերեն հայոց արտերն ու այգիները։ Տուր զորություն, որ արքան կառուցի ջրանցքն այդ։ Իսկ եթե զոհ ես ուզում, ապա
ապա վերցրու իմ կյանքը և տուր իմ երկրին, քանզի օրհնություն է ազգիդ և երկրիդ համար զոհաբերվելը։ Երբ քնած էր արքայանից Տուշպա քաղաքը, գիշերով աննկատ դուրս եկավ պալատից Թարի Ռաթագուհին, և հասնելով ջրանցքի քանդված պատնեշին, հրամայեց կառուցող ստրուկներին, որ իրեն ողջ շարեն պատի մեջ։ Ով հայոց երկնային կուռքեր, ամենազոր խալդի ու հայք, զոհս եմ բերել, պահանջդ, ահա, վերցրու պահանջդ, օգնիր, որ հայոց հողը շենանա, քանզի հողն է միայն հավերժ ու հողածին է, ամեն ինչ։ Եվ որոքեց ու շենացրեց հայոց արտուդաշտ, հայոց այգիներն ու շեները։ Փառք հայոց մենու արքային և Թարի Ռաթագուհուն, փառք ու փառաբանություն։ Փաստորական է Արտամետ գյուղաքաղաքի գից, այս վայրը մինչև 1915 թիվը վանեցի հայերի սիրած ուխտավայրն էր, որպես կնոջ առ ամուսին և հայրենիք ունեցած սիրո ուխտավայր ու սրբատեղի։ Այդպես է, երբ իմնի սերն է զոհում, անզոր են դառնում անգամ աստվածները։ Հայկյան հզորությամբ Մենուայի շքույնորդին կառուցեց այս ջրանցքը և կոչեց այն Մենուայի ջրանցք։ Մենուա էր անունը նրա։ Մենուա էր անունը նրա։ Ահա, ինչ եմ տեսնում, ուզված աչքեր, հիացած դեմքեր։ Դե ասեք, գիտեք ձեր Թագուհու մասին։ Թարիրա, իհարկե չգիտեք, կամ դուք ընդհանրապես ինչ գիտեք ձեր հայոց պատմության մասին։ Ոչինչ, կլոր ոչինչ, այլ դրա համար է, արդեն ոչնչի չեք հասնում 5000 տարի։ Միայն չասեք 20000 տարի, դա միայն կավելացնի ձեր մեղքը։ Բայց միևնույնն է, ես սիրում եմ ձեզ։ Այո, շատ ափսոս, բայց սիրում եմ ձեր նման անսերներին, թամբալներին, անհայրենապաշտներին։ Դա ախր ոնց եմ ես սիրում ձեզ։ Բա դուք սիրելու բան եք, 5000 տարվա մանուկներ, որ այդպես էլ չմեծացան։ Սովորեք, մի քիչ էլ սովորեք։ Տեսեք ով եք եղել, ինչ եք դարձել։ Գուցե խելքի կգաք վերջապես։
Եվ առաջին գահակալ են համարում Երվանդ առաջին սակավակյացին։ Սակավակյացը կոչվել ոչ թե նրա համար, որ կարճ կյանք է ունեցել, այլ նրա համար, որ սակավ, կարճ է թագավորել, եւ իր ողջության ժամանակ գահը հանձնել է որդուն, Տիգրանին։ Տիգրանի Երվանդյանը հաջորդել է հորը, Երվանդ առաջին սակավակյացին, եղել է Աքեմենյան Բասկաստանի տերության հիմնադիր, Յուրոսի ворսընկերը։ Այս Տիգրանն է սպանել Մարաց թագավոր Ազդահակի։ Նրա թագավորության տարիներին Հայաստանն ընդգրկում էր ամբողջ հայկական լեռնաշխարհը, որը հավասար է շուրջ 400,000 քառակուսի կիլոմետրի։ Քերթուղահայ Մովսես Խորենացին գրել է. «Սա մեր թագավորներից ամենահզորն ու ամենախոհեմն էր եւ նրանցից բոլորից քաջը»։ Հայերս երկու Տիգրան մեծ են ունեցել։ Մեկը սա է Տիգրան Երվանդյանը, իսկ մյուսը Արտաշես առաջինի թոռ Տիգրանը, որը թագավորել է մեր թվարկությունից առաջ 95-ից 55 թվականներին։ Առաջինին անվանում ենք Տիգրան առաջին Երվանդյան, իսկ մյուսին Տիգրան երկրորդ մեծ։ Տիգրան Երվանդյանի կնոջ անունը եղել է Զարուհի, երվածների մեջ է նա Տիգրան Երվանդյանի կին Զարուհի։ Մի ճակատամարտի ժամանակ հայոց թագավոր Երվանդ Սակավակյացի զորքը պարտվել է Մանրապարսկական բանակին։ Թշնամին գերի է վերցրել հայոց արքունի տանանդամներին։ Եվ չնայած Կյուրոսի Երվանդ Սակավակյացի որդի Արքայազն Տիգրանի ворսընկերն էր, բայց ժամանակի պատերազմական օրենքներով պետք է փրկագին տրվեր գերված հայերին ազատելու համար։ Եվ ահա Կյուրոսը դիմում է Արքայազն Տիգրանին։ Տիգրան, որքան կվճարես, որպեսզի հետ ստանաս կնոջդ։ Կյանքը, ով Կյուրոս, ես իմ ազնը գլխովին կտամ, որպես իմ կինը երբեք աղախին չլինի, քանզի կինն է օջախի պատիվն ու այրենիքի առատևության խորհրդանիշը։ Այրենիքներն ապրում են իրենց զավակների սիրով եւ արժանապատվությամբ, ընկնում են դրանց պակասից։ Դու Տիգրան, արժանի արքան ես քո պարտ լեռների։ Եվ ես հենց այդ պատասխանի համար կվերադարձնեմ ողջ ընտանիքը։ Գնա եւ արքայաբար տիրիր քո գահանից լեռներին, քանզի բազում են հզոր արքաները, բայց շատ սակավ ասպետական արարքները։ Աղուի, տիրույս, Կյուրոսն ապացուցեց, որ արժանի է իր աշխարհակալ կոչմանը։ Հնում է թագուից, մենք էլ արժանի լինենք մեր արքայական լեռներին։ Դրա համար արքա պետք է հզոր բանակ ունենալ, հրավարտակ արձակիր, որ յուրաքանչյուր իշխանորդու իրավունք չտրվի ժառանգություն ստանալ։ Եթե նա մինչև 24 տարին լրանալը 3 տարի գոնե չի ծառայել հայոց բանակում։ Քո ասածը տիրույի վերաբերում է միայն իշխաններին։ Իհարկե արքա, շինականն իր վարուցանքն է անում, հաց է արարում ու պահում իրեն է իշխանին է։ Իշխանն էլ պարտավոր է նրա անվտանգությունը պահել։ Հայրենիքի զինվոր լինելը նախ իշխանին է վայել։ Շինականին որպես պատիվ պետք է տալ զինվոր դառնալու իրավունքը։ Իմաստուն է թագուհի, իմաստուն է վճիռը քո, կեցցե հայոց թագն ու արքունիքը, կեցցեն հայ շինականի հզոր պահապանները, գինի ու արդար հաց մատուցեք հայոց արքային, գինի ու արդար հաց մատուցեք հայոց թագուհուն, իմաստուն է մեր տիրուհին, հզոր ու հավատարիմ է մեր արքան։ Նամյակն էր, որ գծեց սահմանները։
Ինչով։ Ինչ։ Սիրով։ Ինչ, սրով։ Ոչ անգլագետներ։ Հայոց լեզվով։ Քանզի ով չի խոսում հայոց լեզվով, նա կսպանի ողջ ազգը։ Բա Թու, թասա երաշտական դպրոց գնայր էլի։ Հիմա չանեմ, գնա, թե մնա։ Հեսա կպարսենք, գնում եմ, թե մնա։ Գնամ, մնա, գնամ, մնա, գնամ, մնա։ Հիմա համ գնամ, համել մնա, մի խոսքով գնացի։ Արտաշես առաջին բարի թագավորը Արտաշեսյան գահատոմի հիմնադիրն է, Զարես Սատրապի որդին, իրեն անվանել է երվանդական, ինչով հավաստել է իր սերումը երվանդունիների տոհմից։ Մեր թվարկությունից առաջ 189 թվականին մեծ Հայքը հռչակվել է անկախ թագավորություն, կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը, Զարեհավան եւ Զարիշատ քաղաքները։ Նրա գահակալության տարիներին Հայաստանը դարձել էր հզոր երկիր։ Կատարել է հողային բարենորոգումներ, հաստատել հողատերերի կալվածքների սահմանները զատորոշող սահմանասուներ, տերությունը բաժանել է 120 վարչական ստրատեգիաների։ Զորացրել է հայկական բանակը, այն բաժանել 4 կողմնակալ զորավարությունների, դեշկությունների, հրախուսել է գիտության ու արվեստի զարգացումը։ Ժողովուրդը փառաբանել է նրան, որի համար ստացել է բարի պատվանումը։ Բայց նա պատմության մեջ մնաց նախ հայոց լեզվով հայքը պահպանող ու կառուցող արքա։ Ասում է, նա շատ դաժան էր պատժում, հայերեն խոսել չիմացող իշխաններին։ Խլում էր նրանց երեխաներին և տալիս հայերեն խոսող ընտանիքներին, ինչև նրանց ծնողները հայերեն չսովորեն։ Իմաստուն արքա, Արտաշեսը բարեգործ էր, Արտաշեսը բարի է ու բարելար, Արտաշեսը հայրենապաշտ էր ու հայրենատեր։ Արտաշեսյան տոհմի արքայի արքաներից արտավազդը Տիգրան Երկրորդ մեծի որդին է, նա եղել է մշակույթի ու թատրոնի սիրահար, գրել էր թատերքություններ։ Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը նենգությամբ ու խաբաբաղությամբ ձերբակալել է նրան ու ընտանիքի անդամների հետ որպես գերի տարել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը։ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի հանցանացուց է մտնում Կլեոպատրայի ու Անտոնիոսի հավատարմատարը և դիմելով մահվան դատապարտված մեծ հայքի արքայից արքա Արտավազդին ասում է. Արքայից արքա, առավոտյան դահիճը կգլխատիկ ես։ Գիտեմ, Դու կարող ես փրկվել վաղից։ ինչպես։ Համաձայնիր համբուրել Կլեոպատրայի շրջազգեստիկ խանձքը և քեզ ազատություն կշնորհեմ։ Չեմ կարող, Ինչու չես կարող։ որովհետև ինձ պետք չէ այն գահը, որ պետք է հետ ստանամ մի կնոջ փեշերը լիզելով, կաշրից պաշտպանելու ու մորթապաշտի անունը բարձրացնելու փոխարեն, ես պարտավոր եմ իմ հետնորդներին ժառանգություն թողնել, հայկական հպարտությունը, վեհանձնությունն ու արժանապատվությունը։ Բայց դա միայն քո խնդիրը չէ, Արտավազդ։ Դու կփրկես ընտանիքը։ Չկնչես իմ արքա, դու արքա ես։ Բայց Արքաները չեն կարող աշխարհի օրենքների ենթարկվել սրտի թելադրանքով։ Եթե երկնչես ու փրկես մեզ, դու այլևս չես կարող վերադառնալ հայք։ Ես գերադասում եմ պատմության մեջ մնալ հայոց արժանապատիվ արքայի թագուհի եւ ոչ երբեք ազատ ստուգիկին։ ես մեծն Տիգրանի զավակն եմ, իմ թագուհի։ Հայը պիտի ապրի արժանապատվությամբ, հպարտին մշակույթով ու ավանդույթներով։ Ես ինչքան կարողացել եմ,
նպաստել եմ հայ մշակույթի զարգացմանը, իսկ հիմա եմ արժանապատիվ մահով ես կսերմանեմ նաև հանուն հայրենիքի պատվի սեփական կյանքը զոհելու ավանդույթը։ Մեր անկոր արքա, արժանապատիվ արքա։ Այսպես է օրենք կյանքի, կամ շահն է սպանում, կամ սպանում են շահին, բայց գիտեք որն է միշտ ծիծաղելի, որ շահերն ու կայսրերը սպանում էին հայոց արքաների, իսկ նրանք նորից դենչում էին նրանց օգտություն։ Դե, ինչու չեք ծիծաղում։ Գուցե մի քիչ օգնեք ինձ։ Գուցե ծիծաղից համայն մարդկության այս ազգը մի օր քնից կարթնանա ու կհասկանա, որ մենակ ենք սուտ, ճամփաբաժան և լեռների տեր, գահից էլ ավել թանկ ու պատվական։ Չէ, չի հասկանանա դեռ 1000, 2000 կամ 3000 տարուց էլ ավել, այս ազգը դոդ է, ինչպես երեխան, ու շատ միամիտ, ու չի հասկանա, որ բանալի է թափված այս հողում, ու այդ բանալուն հենց ինքն է տիրում։ Ու ինքը պիտի տա այդ բանալին, ոչ թե դռնբաց ասի համեցեք, խնդրեք, օգնեցեք ապրեմ։ Հիմար ենք եղել, և ուրիշները եկել են հարկավ ու նաև տիրել, և այսպես տարեր ստրուկ ենք աճեցրել մեր արի հոգու։ Հա։ Բաժակս ուր է։ Բաժակս ուր է։ Արմեն, արիներ, ուր եք, ձայն տվեք, որտեղ կորցինք ձեզ, հասկացա, չկաք, մերել եք, գնամ գտնամ։
որոնց միջուկը հաստատվել է Հայաստանում։ Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար, 52-ից 428 թվականները։ Նրանց անվան հետ է կապված ավատատիրական կարգերի հաստատումը, քրիստոնեության ընդունումը և հայոց գրերի գյուտը։ Բայց մենք այսօր կպատմենք ձեզ Արշակունյաց տոհմի ամենաբնասեր ու հայրենաշեն արքային, Խոսրով 3-րդ կոտակ Արշակունու մասին։ Նա ոչ միայն հիմնեց դվին մայրաքաղաքը, այլ մեր երկրին թողեց մինչև օրս սոսափող հսկայածավալ անտառներ։ Անտառի մի մասը կոչվել է Տաճար Մայրին, իսկ մյուսը Խոսրովակերտ, որը մինչև Երասխ էր հասնում։ Շատ արքաներ են անցել գնացել, բայց նա պատմության մեջ մնաց հենց իր անտառաշինությամբ։ Հիշում ես, իշխան, մի անգամ քեզ հարցրի, թե լսել եմ մեծ ու փոքր իմ հետևից ինձ կոտակ են անվանում։ Դա չի նսեմացնում իմ արքայական արժանապատվությունը։ Հիշում եմ, Արկա, ես էլ քեզ պատասխանեցի։ Ամենևին, աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին, հասակով քեզից բարձր չէ, բայց փառքով գերազանցեց բոլոր բարձրահասակ երևույթներին, ջանիր քո գործերով բարձրանալ մարդկանց աչքերում, սա իմ խորհուրդը։ Հիմա ծփում է իմ մայրիների և կաղնիների անտառը։ Ես արդարեցի քո ուսերը, իշխան։ Այո, Խոսրով, քո բարեգործումներով ու վնասելությամբ դու սիրելի դարձար բոլոր հայերին և հեզվապես ժամանակ։ Դու կմնաս պատմության մեջ որպես անտառաշեն արքա։ Քանզի ով շենացնում է հայրենի հողը, դարեդար մեծ է և արժանի հիշվելու։ Բայց նրանք ինչ շարունակում են կոտակ անվանել։ Այո, բայց հիմա կոտակ ասելով նրանք հասկանում են ոչ թե ցանցրահասակ, այլ բարձր։ Ուսեմ ձեռնարկումներն իրականացնող տիրակալ։ Դու փոխեցիր բառի իմաստը, արքա։ Երբ քո տնկած արտարները կպատմեն քո մեծ համառության և հայրենանվիրման մասին։ Հարկ մեր արքային, անտառների արքային։ Գնանք պատմիչ, մենք դեռ մի անտառ էլ պիտի տնկենք։ Այս մեկը նվեր էր հայրենի լեռներին, իսկ այս մյուսը նոր թող կոչվի իմ անունով։ Խոսրովի անտառ ենք տնկելու։ Հարկ հայոց ամայի լեռները, զավաշրոք ճանտառներով ծածկող արքային։ Մեր թագու մասին դերսներ են պատմում, ասում են, որ նա 10 արքա արժե։ Գիտեմ, նշանած նշող է, շնեցիներն էլ միշտ էլ պարտ ու քաջ են եղել, հայոց այդ հողագտորը երբեք օտարված չի հանդուրշել։ Դե դրա համար էլ հիմա խիզախաբար փակվել է արտագերսում ու դիմադրում է Պարսիկ բյուրանոց բանակին։ Բայց երկար կդիմանա արդյոք, ախր ուտելու բան էլ չկա։ Գիսնես, ամեն օր տասյակ զինվորի կյանք է խլում։ Սուս, այս ինչ ես անում, ամեն օր թշնամու լրտեսներ են, ամպերել է պետք, շուտով պապը կա։ Աղջիկներ, թագուին գալիս է, շտապ եք ընդառաջ գնալ։ Գնա, մուշախ սպարապետ, հասիր արքայորդուն և ասա, խորամանք շապուհը խապելով գերեվարեց հայոց արքային ու վասակ սպարապետին։ Հիմա էլ ինձ է կանչում դիզբոն, որ թագի վերջին փշուրը գերեվարի և իր խամաճիկներից մեկին նշանակի հայոց գահին։ Բայց քանի կա հայոց թագուհին, հայոց թագը չի պատկանի ոչ մի պարծիկի կամ օտարատենչ հայստուկի։ Հասիր իր սպարապետ, բեր հայոց արքայազնին, իմ պապ թագավորիկին ու փրկիր հայոց գահն ու աշխարը։ Կամքդ աստվածային է, տիրուհի։ Ասա նրան, որ ոչինչ չարժե այն կրթությունը,
որը հայրենիքի ծառայության համար չէ, որ երբ վտանգված է հայրենին, ամեն մայր տուն պիտի կանչի իր որդուն ու զինվորատի հայրենիքի։ Թագուհի, ձեր շուրթերով հայոց աստվածներն են։ Այսօրվանից ես զինվոր եմ, ուշախ սպարապել, հայրենիքի զինվոր, որ կրծքով պիտի պահի իր հայրենաց դարպասները, մինչև տուն դառնա որդիս։ Տեր, ուշ տուր ինձանով պահիր հայոց մեծ տունը, մինչև տուն դառնա հայոց գահաժարանգը։ Դժնի են օրերը, բայց սրբազան է իմ կռիվը։ Ես էլ, զավակս էլ, հայոց հողին ենք պատկանում, քանզի նա, ում ամենաշատն ես տվել, ամենաթանկը պիտի տա վտանգի պահին։ Շնիկի ձոր գավառի բաղաբերդի պայծքն եք տակ, մինչև հիմա խորխոջում է մի փոքրիկ աղբյուր։ Հնու, շրջակա գավառներից այստեղ էին բերում նորածին հայուհիներին ու աղբյուրի չծխմացնում, հավատալով, որ նրանք էլ կդառնան փառանձն թագուհու նման գեղեցիկ ու հայրենասեր։ Ով էր պայքարում արտագեցում, պապի մայրը, թե հայոց թագուհին, չգիտենք, բայց պատմության մեջ մնաց նա, որպես անպարտելի հայոց թագուհի։ Քարանձեմ թագուհու աղբի ջրից է։ Օծվեցեք, գեղեցկացեք և զորացեք, նրա պես հայրենիքի սիրով լցվեք։ Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի դարեր տևած պատերազմաշարը հանգեցրեց երկու կողմերի թուլացմանը, ինչից 7-րդ դարում մեծապես օգտվեց արաբական խալիֆաթը։ Հայաստանում արաբական դիրապետության դեմ միայն 8-րդ դարում դուրս եկավ 4 հզոր ապստամբություն։ Վերջին ապստամբությունից հետո արաբները դաժան հաշվեհարդար տեսան Մամիկոնյանների հետ, որն իբրև հզոր նախարարական տող դուրս մղվեց մեր պատմության թատերաբեմից։ Հայոց ազնվականության մեջ ամենահզոր ուժը մնաց Բագրատունյաց տոհմը, որն էլ հետագայում դարձավ հայ ազատագրական պայքարի առաջնորդն ու հետագայում նաև արքայատոհմը։ 855 թվականին խալիֆայության կողմից հայոց իշխան ճանաչվեց Սմբատ Բագրատունու 35-ամյա որդի, Աշոտ Բագրատունին։ Տաղանդաշատ մի հայորդի, որին էլ վիճակված էր վերականգնելու շուրջ 450 տարի ընդհատված թագավորությունը։ Հոգնեցի էլի այս պատերազմներից, մեկ արտաքին թշնամու հետ, մեկ ներքին, դու հոգնեցիր, գոնե մի կռվի մասնակցած կաս, իսկ նա իր ամբողջ կյանքն է վերածել պատերազմադաշտի։ Ճիշտ է, Աշոտ եկավ հանուց մեջ, մեծ ու փոքր պատերազմներ եմ ուղղում, մաքրելու հայոց երկիրը արաբ ռոսակներից, սակայն ամենամեծ հարվածները հասցնում են հայ դավաճան ու եսամոր նախարարները։ Եվ որտեղից մեր ժողովրդի մեջ այսքան դավաճան։ Տեսնես դրանց ոչ ստուացուցից ձգտումն է դառնում, մեր այսքան դժբախտությունների պատճառը։ Ուրիշներին նմանվելու ձգտումը շինական։
ինքդ քեզ ուրանալը ստորագույն բան է։ Արժանապատվություն ունեցող ազգերը երբեք չեն ձգտում նմանվել ուրիշներին։ Այդ տեսանկյունից հայերը բաժանվում են երկու մասի։ Մի մասն ուզում է նմանվել բյուզանդացիներին, մյուս մասը պարսիկներին։ Ահա մեր դժբախտությունը, և սակավդերն են միայն հևում սեփական մողին։ Ների մեզ արքա, որ չնկատեցինք ձեր հեծության ներս գալը։ Խոսիր շիրական, ձեր շորթերով հայոց հողն է խոսում, հողն է միայն մնայունն ու ամենահարազատը, ապավինենք հողին, և նա կբուժի մեր վերքերն ու հոգին, խոսիր։ Թողների ինձ իմ արքա, բայց միթե հայոց նախարարները հայրենասիրության պակասից են այդպես վարվում, գուցե նրանք էլ այլ կերպ են ուզում փրկել հայրենին։ Խելացի իմ շինական, ուզելն այլ բան է, ճիշտ ուզելը մի այլ բան։ Նրանք չեն հասկանում, որ հայերին հարկավոր է հաստատ ունեցուկ, և այդ նեցուկը սեփական ուժը պետք է լինի։ Երկու գազանի բաց երախի առաջ ապրող հայերը պետք է զորացնեն իրենց բազուկը, որպեսզի հարգվեն նաև հարևանների կողմից։ Իսկ ինչ կարող է անել իմ արքան, եթե նախարարներն անմիաբան են ու անհնազանդ։ Պետք է միաբանել նրանց, անպայման միաբանել շինական։ Ես ուզում եմ, որ միշտ օգնություն ակնկալող չլինենք և ընդօրինակող ստրուկ։ Մենք պետք է շինենք մեր բերդը, պետք է ամրացնենք մեր պարիսպները և ապավինենք ինքներս մեզ։ Գնանք ազնվայրեր, թող շինականն իր գործին մնա։ Երկրի կառավարումը մեր հոգսն է, մենք էլ պիտի հոգանք։ Ահա թե ինչու են երկաթ կոչել, Աշոտ երկաթ, երկաթե կանք ունի, միայն թե կարողանա կոտրել նախարարների կոտոսներն ու միավորի նրանց։ Բայց չէ որ նա ինչ-որ ասաց իրավ է, ինչու չպետք է լսեն նրա իրավացի խոսքը։ Իրավը ուժն է, շինական ուժը, իսկ արդարը հաղթողը, ճիշտ ես։ Ցավոք եթե հաղթի նրանց, ապա և հաղթող կդառնա, և արդար, և իրավացի, կյանքի օրենքն է սա։ Իրավը ուժն է, թող Աստված ուժ տա մեր արքային, իսկ խելք ու կյանք նա ունի։ Դե, գնացինք աշխատելու, հողը մեզ է սպասում։ Չլսեցիք ինչ ասաց արքան, ապավինենք հողին, և նա կբուժի մեր վերքերը, մեր հոգին։ Հայոց սինած աշխարհը երկու հանճարեղ կին է տվել հայոց աշխարհին։ Մեկը փարաձեն թագուհին էր, իսկ մյուսը Սյունած վասակ առաջին թագավորի դուստրը Կատրոնիտեն։ այո, նրա հովանավորությամբ հիմք տրվեց անհիմար տաճարի կառուցմանը։ Նրա օրոք հենց հիմք տրվեց անին ճարտարապետական շքեղ կառույցների վերապատկմանը, ճարտարապետ Պետրետի և հայոց հարկա Գագիկ առաջին Բագրատունուն ձեռամբ։ Եթե երբևէ մեզ հաջողվի վերականգնել անին, ապա այնտեղ անպայման պետք է կառուցվի Կատրոնիտե թագուհու արձանը և նրա վրա գրվի. Հայոց Կատրոնիտե թագուհին տվեց ամեն ինչ։ Անին պերջաշուկ կոթողներով զարդարելու համար և չգնայեց ոչինչ։ Դժվար, ձեր հայրն ու ամուսինը վիրավերջ կանձեր տվեցին ձեզ, բայց դուք երբեք չփայլեցիք ձեր վերջ հանդերձներով ու զարդերով։ Ես ամուսնուս և հորս տված գանձերը բաշխել եմ քարագործներին, որոնք արեղ են շքաշուկ հանդերձներով է զուգում մեր քաղաքն ու երկիրը։ Դա ամենաշատը ինձ է երջանկացնում։ Ավելի լավ է գեղեցկանա հայրենիքը, քան մի քանի զարդ հավելանա թագուհու հանդերձին։ Բայց թագուհի, դուք թագուհի եք, Դուք պետք է միշտ հիշել, որ թագուհու հանդերձը մաշվում է, իսկ տաճարացած քարեղեն հանդերձը դարերով ու հազարամյակներով չի կորցնում իր փայլը։ Եվ ամենակարևորն է, որ մենք բոլորս մի օր դառնալու ենք այն հողը,
որը զարդարում է մեր վանքերն ու ամրոցները։ Ուրեմն դրանք նաև մեր զարդերն են։ Առանց զարդերի ով նման բան տեսել։ Դուք այդպես էլ ոչինչ չհասկացաք։ Նա ասաց, իմ զարդերը մեր վանքերն ու ամրոցներն։ Ինչ եք քար կտրել։ Այդպես է լինում։ Շատ քիչ իհարկե, բայց լինում է։ Ինչ, չորը ձերբին։ Բայց աղջիկը, թու, կինը, այս անգամ էլ չստացվեց։ Թագուհին անգամ, զարդերոցքով, թու, այս ինչ դժվար բառ էր, զարդերոցքով, թու, մի խոսքով զարդեր չի սիրում։ Ով, որ ասեմ, դուք կհավատաք, վայ, մենակ զարդ բառից արդեն զարդորոցքով, զարդեր ինչ բառ էր, մի խոսքով դողում եք հենց մի հատ զարդ եմ չուս տալիս, իսկ թագուհին, տեսակ, գնացեք, ձեր գործերն արեք։ Են ինչ էի ասում։ Դե մեկ է լավեր ունենանք էլի, հո այդքան անիծված չենք, մենակ դավաճան, հայրենավաճան, վայ, ֆլան, ֆստան, ես ինչքան վատ բառ սովորեցինք։ Հորա մի րոպե։ Ես ինչի եք զուգվել, զարդարվել, բա հայոց բանակնով պիտի դզի փչի, օй, կներեք, բարեփոխի, վերականգնի, սպասեք գնա մի զամբյուղ բերեմ, բոլորից զարդերը հավաքեմ, ով է տեսել, այս պարտված երկրում կանայք այսքան զարդ ունենան, բազենք, ով պիտի աղնի, վարչապետը, թե նախագահը, դու ինչ է հույսեր ունեք, սպասեք հնա հեսակ, Սելջուկ-թուրքական հորդաների ասպատակությունը 1021-ից 1065 թվականները անկում ապրեցին հայկական 3 հզոր պետություններ՝ Անիի կենտրոնական, Վասպուրականի Արցունյաց և Կարսի Բագրատունյաց թագավորությունները։ Բյուզանդիան փորձեց լուրջ քայլերով դիմակայել սելջուկներին, սակայն 1071 թվականին Մանասկերտի վճռական ճակատամարտում գրեց ծանր պարտություն։ Կիլիկիայում ապրող հայերն այդ տարիներին առիթից օգտվելով անկախ հայկական իշխանություններ ստեղծելու փորձեր արեցին։ Այդ փորձերից միակը, որը կենսունակ գտնվեց և սկիզբ դրեց 300-ամյա հայկական պետականության, Ռուբեն իշխանի ստեղծածն էր Լեռնային Կիլիկիայում։ Լևոն երկրորդ մեծագործը Կիլիկյան Հայաստանի թագավորության հիմնադիրն է։ Նա նաև կոչվել է Լևոն Բաղբահար, Լևոն Բարեպաշտ, Լևոնի
իշխանապետությունը հան հասել թագավորական կարգավիճակի եւ արժանացել մեծագույն տիտղոսին։ Դարերն անգամ չեն կարողանում ինձ պարզել, թե ինչու պետք է հայ զինվորը օտար հողում արյուն թափի, երբ իր սեփական հողում օտարներն են իջնում։ Միթե չի գտնվի մեկը, որ հավաքի ամբողջ աշխարհով մեկ սփռված հայ գնդերն ու վաշտերը, վերականգնի հայոց զորքերն ու ազատի հայրենիքը վաճկատուն հրոսակներից։ Լևոն, հիմա դու ես լինելու երկրի ղեկավարը, ինքդ էլ պիտի տաս այդ հարցի պատասխանը։ Ժողովուրդն է ծնում առաջնորդին, բայց այդ նույն ժողովրդին կերտում է լավ առաջնորդը։ Ժողովուրդը հայ լինե իր առաջնորդի կամքի, արդարության և կենսակերպի, արքան խորագետ պիտի լինի, թե ներսից և թե դրսից։ Վաղը Սրբազան, ես պետք է թագադրվեմ, տարբեր երկրներից, որ աչք են դրել մեր երկրի վրա, ինձ թագ են ուղարկել, որն ընտրել, որ չթշնամացնել մյուսներին, ինչպես պաշտպանեմ այս մի բուռ հայրենիքը այդ անկուշներից, Վատիկանից, Գերմանիայի կայսրից, Սուլթանից ու արաբներից։ Բոլորին վերժելով, արքա, բայց առանց իրական վերժման։ Այսինքն Սրբազան, մեկնիր սուրբ միտքը։ Ընտրիր քոնը, Լևոն, հայկական թագը, ես պահել եմ Բագրատունիների թագը, ընտրիր այն և դրանով դու ցույց կտաս, որ ոչ մեկի չես վերժում, ոչ մեկին չես գերագնահատում մյուսից և ցույց կտաս, որ դու քո թագն ես կրելու։ Խորագետ եղիր արքա, մենք հայերս միշտ չափից շատ անկեղծ ենք, հետևաբար և կանխատեսելի, դու խորագետ եղիր։ Ես քեզ եմ թողել և հայոց թագը, և իմ արքայական արյունը, դու պարտավոր ես պահել իմ գլխավոր պատվիրանը։ Եվ ո՞րն է այդ պատվիրանը։ Պահել հայկականությունը, դու ուզում ես նմանվել եվրոպացիներին։ Հիշիր, մենք ենք միավորում արևելքն ու արևմուտքը, բայց մենք ոչ արևելք ենք, ոչ էլ արևմուտք։ Մենք այդ երկու աշխարհներին գույն ու աստվածային միտք տվողներն ենք։ Մենք առանցք ենք և չպետք է թեքվենք երբեք ոչ մի կողմ։ Բայց միթե հանցանք են նմանվել ցանկանալը։ Հանցանք է, հայը պիտի միայն հային նման լինի, եթե այլափոխվելը, կերպարափոխվելն ու հավատափոխվելը լավ բան է, ինչու եվրոպացիները չեն ուզում հայ դառնալ։ Չէ հայր, այդ մեկն արդեն չլինելու բան է, հայից բացի ուրիշ ոչ մեկ չի կարող հայ դառնալ։ Հիմա հասկացաք անհանգստությունը, դժվար, բայց ամեն ինչ կանեմ, որ հայը հայ ունի։ Եվ նրա հրամանով հիմնվեցին նոր բանկեր, նորոգվեցին հները, բանկերին կիրքործում են վարժարաններ և դպրատներ։ Արքունիք հրավիրում են գիտնականներ ու արվեստագետներ,
որոնց գործունեության համար ստեղծեցին արտոնյան պայմաններ։ Հացարիկ բարձունքի հասար հայկական մանրանկարչությունը։ Հագողու նախաձեռնությամբ դեռ 1000 տարի առաջ հիմնվում է անվճար հիվանդանոց, որի նմանը Եվրոպայում պիտի կառուցվեր դարեր հետո։ Դա եզակի երևույթ էր միջնադարյան համաշխարհային պատմության մեջ։ Ստեղծում է հիվանդանոց, որտեղ պետության հաշվին անվճար բուժվում են բոլոր կարիքավորները։ Ավելին իր կառուցած հիվանդանոցում թագուհին անձամբ էր ծառայում խնամելով անտեր հիվանդների։ Նա հայոց վերջին մեծ թագուհին էր։ Լևոն արքայի արժանի դուստերը։ Փառք հայոց արքաներին, փառք հայոց թագուհիներին, փառք հայոց աշխարհին։ Աղջիկներ, դուստրեր հայոց աշխարհի, իսկ ինչ եղավ հետո։ Ինչ եղավ հետո։ թվականով ավարտվում է հայոց արքաների ու արքայատների պատմությունը։ Ասում են, Կիլիկիայի վերջին արքա Լևոն IV Լուսինյանը, որը զուր փորձում էր Եվրոպայի օգնությամբ վերականգնել հայկական թագավորությունը, մահից առաջ ասել էր. Եվրոպան մի օր աղիարցում կթափի Հայաստանին նեցուկ չլինելու համար։ Շուրջ 700 տարի որբ մնաց հայոց աշխարհը։ Հայոց արքաների թագելու գահերը անհետ կորան պատմությամբ։ Բայց նրանց արյունը չկորչեց ու բարալի կարվակների նման տեղ-տեղ դուր ժայթքեց ու մաքրեց տրկության մեղքը։ Անապատների հորդանները քշեցին տարան մերձավոր արևելքի հնագույն ժողովուրդներին։ Բայց հայը մնաց հայոց փառապան միտքն ու երկիրը, բսկտված, հոշոտված, բայց միշտ ապրող ու ապրեցնող։ Եվ դարերի մոխրի տակ անթեղված հայոց ազնվազան երակները մեր արքաների արյունը հասցրեցին մինչև մեր օրեր ու Շայթքեցին վրեժի ապարաժներից և դարձան մերօրյա հերոսներ։ հայոց հավերժության պայքարի մարտիկներ։ Նրանք կան, ծնվում են պարբերաբար մեր մեջ ու դեռ մեր մեջ կռիվ տալիս մեր անկախության համար։ Նրանք կան ու դարեր շարունակ զինվորագրված հայ վրեժի կայծակրհեն թրերով ճեղքում են հայոց աստղը պատած մութանտերը։ Նրանք կան և ծնվում են ամեն անգամ, երբ մեր հայրենիքին վտանգ է սպառնում։ Նրանք կան, հայոց ամեն մի զինվոր, հայոց արքաների արյուն բերում է մեր օրեր և Երբ ժայթքում է այդ արյունը, ծնվում են մեր հերոսները, յուր հերոսները։ Սպասեք, բայց չասացի, կես ժամից գալու եմ։ Բայց չասացի, չէ, գալու եմ ձեր արդյունքները տեսնեմ։ Էհեյ, լսում եք մարդիկ, ես եկել եմ որ ասեմ, որ հայը կա, որ հայը հավերժ է, որ հայն ու Հայաստանը դեռ պիտի պարեն իրենց իշխանած պարը։ Իշխանած պարը, հասկանում եք, իշխանած։ Ապա մի կողմ գնացեք, ասպարը բացեք և թող թնդա հայոց իշխանական ոգին ու պարը։ Բրավո։